Ես միշտ զառային որ հիշում եմ միշտ պայծառ, միշտ ժպտերես, խնդիրների առաջ ինքը միշտ հումորով էր մոտենում։ Առաջի անգամ, երբ որ մենք խոսեցինք երկուսս էլ Արամյաններ, փորձում ենք բացահայտել, որս ինչ արմատ ունենք, վերջում եզրահանգեցինք նրան, որ անկախ մեր արմատներից մենք բարեկամներ ենք։ Ամենայն դեպս մեր ազգանունները եւ մեր բնավորություն, ես էլ ամեն դեպքում դրական հայացքներով մարդ եմ, սովորաբար միշտ չեմ սիրում պրոբլեմներից տրտնջամ, բայց իմ մասին ասելով ու Զառայի հետ հայմատական անելով դա անհայմատելի է, որովհետև Զառան անմրցելի է այդ հարցում իր դրական։ Գիտեք, անկեղծ ասած մի քիչ դժվարանում եմ հիմա խոսքերը արտաբերել, որովհետև մենք մտերիմ էինք Զառայի հետ, ժամանակ առ ժամանակ զրուցում էինք տարբեր բաներից, իրավիճակներից, ինքը բավականին ծանր էր տանում նաև ստեղծված էս վիճակը, նույնը նաև Արցախի հետ կապված սիրում էր իր հողը, սիրում էր իր ջուրը, իր արմատները։ Չգիտեմ, երևի թե Աստված այդպես կամեցավ մեր Զառայի համար։ Ու մի բան էլ ասեմ, ես ինչքան մարդկանց հետ շփվել եմ, ես անկեղծ պետք է ասեմ, չեմ հանդիպել երբեք մի մարդու, որ ինչ-որ խնդիր ունենա կամ Զառայի մասին հենց այսպես ասած տրտնջալով խոսա կամ խնդիրն բոլորը միշտ դրական էին խոսում։ Չգիտեմ, բառերը արտաբերելը բարդ է, բայց Աստծո կամքն է, լույսերի մեջ մնում մեր Զառան։ Վերջին անգամ երբ եք խոսել Տիկին Արամյանի հետ։ Մենք խոսել ենք շուրջ 2 ամիս առաջ, անկեղծ ասած, իմ համար անակնկալ էր, դե գիտեի, որ ինքը հիվանդություն ուներ։ Ես գույժը որ լսեցի, ճիշտ ասած, ինքը միշտ որ դրական էր ներկայացնում, հասկանում եք, այդ ծանր վիճակը դե վերջի ժամանակներ ինքը արդեն նոր ամուսնու հետ է խոսում, արդեն թթվածնի կարիք ուներ, անբարոյություն ուներ։ Չգիտեմ,